Պարոն նախագահ, 2016 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո դուք առաջադրեցիք 3 նախապայման, որոնց կատարման դեպքում կհամաձայնեք նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Դրանք էին պատերազմը չվերսկսելու երաշխիքները, շփման գոտում հրադադարի վերսկսման մեխանիզմների գործարկում, այդ թվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, եւ երրորդ նախապայմանը Ադրբեջանին որպես ռազմական էսկալացիայի համար ագրեսորի ճանաչում։ Հարցը հետևյալն է, որոնք էին այն հիմնական գործոնները, որոնց պատճառով այս նախապայմանները չկատարվեցին։ Արդյոք։ Ես կարծում եմ, որ դուք ինֆորմացիայի պակաս ունեք ցավոք սրտի, բայց ասեմ հետևյալը։ Այո, ձեր հարցի առաջին մասը ստույգ է, ճիշտ է, մենք նախապայմաններ ենք առաջադրել, եւ դա էր մեր տարբերությունը այն ժամանակվա եւ այսօրվա Հայաստանի կառավարիչների։ Այո, մենք հաղթած կողմ էինք, դրա համար մենք բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ ենք առաջադրել։ Բայց այդ նախապայմաններից որևէ մեկը չկատարվեց, ես համաձայն չեմ ձեզ հետ։ Բա Վեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ինչի մասին էին, որ սրանք ուղղակի դեն գցեցին մի կողմ։ Սա մի հանգամանք։ Երկրորդ հանգամանքը, բա 16 թվականին Թուրքիան Մինսկի խմբի կազմում չդատապարտեց ադրբեջանական ագրեսիան։ Ես խիստ զարմանում եմ այդ հարցերի վրա, որովհետև կարծում եմ պարոն Մելբակյանի գլխավորած հաստատությունում այդ հարցերը վաղուց պետք է քննարկվեին կամ գոնե այն աշխատությունները, որ ինքը իր ընկերներն են հեղինակել, լավ կլինի հայկական համալսարանում ևս տարածվեն այդ գրվածները, որովհետև մարդիկ գրքեր գրում են, աշխատում են նրա համար, որպեսզի ճշգրիտ ինֆորմացիան հասանելի լինի շատ-շատերին, որովհետև ցավոք սրտի այսօրվա տեխնիկական միջոցները քանակով մեծ ինֆորմացիա են տալիս, հնարավորություն են տալիս մեծաքանակ ինֆորմացիայի տիրապետել, բայց ցավոք սրտի հնարավորություն չեն տալիս զատելու իրականը կեղծից։ Այնպես որ ես կարծում եմ անձամբ ձեզ պարոն Էլբերկյանի միջոցով մի գիրք ուղարկեմ, որտեղ իմ բոլոր հարցազրույցներն են, որ աշխատակազմի ղեկավարը իմի է բերել, տպագրվել եւ տարածվել է, այնտեղ դուք կգտնեք այդ հարցերի շատ պատասխան։